Ջարդուփշուր պատուհաններով լքված ամայացած տներն են երբեմն պատմում Հայաստանի մարզերի խեղճության մասին։ Աղթալահասնելիս այս պատկերն է արձանագրել Նարեկ Կարապետյանը։ Ասում է, հողի տակ տարածաշրջանի ամենահարուստ պաշարներն են, հողի վրա աղքատություն, խեղճություն։ Ուրեմն ինչ է պետք անել։ Պետք է այդ հարկերը, որը վճարվում է Լեռնային արդյունաբերության կողմից, գա հետ համայնք, որպեսզի համայնքը կարողանա միջոցներ հատկացնի զարգացման։ Լավ կյանքի դուռը նաև աշխատատեղեր ստեղծելով ենք բացելու, վստահեցնում է Նարեկ Կարապետյանը, որ դրա կարիքն իսկապես կա, հաստատում են նաև մարդիկ։ Գործ չգտնելու պատճառով ասում են երիտասարդները տուն տեղ թողնում գնում են կամ էլ պարտքերով մի կերպ յոլա են գնում։ 23 տարեկան երեխան քիչ պետք է աշխատանքատեղ ունենա, իր երկրում մնա աշխատի, որ գնա ուրիշ երկիր աշխատի։ Մեր վերջը վատ ալնելու, եթե Նիկոլը նորից ընտրվեց։ Դա լաց է, հայ ազգի համար դա լաց է։ Մենք սպասում ենք դեպի լավը։ Լոռիում մյուս հասցեն Ալավերդին է։ Ինչպես են ապրում մարդիկ այստեղ, Երևանից ավելի քան 160 կիլոմետր հեռու։ Երբեմնի արդյունաբերական քաղաքում հիմա արդեն մշտական խնդիրը աշխատատեղի հարցն է։ Պղնձաձուլարան ունեին, դա էլ փակվեց վերջին տարիներին։ Բանը հասավ նրան, որ ապամոնտաժվեց ողջ գործարանը, 5000 եւ ավել աշխատակիցներ մնացին դրսում օդից կախված։ Օրվա ապրուստի հարցը կարևոր է, բայց հիմա մեկ այլ գլխավոր խնդիր է մարդկանց անհանգստացնում, որ դռները չբացվեն թշնամու առջև։ Հիմա լավ, 300,000 ադրբանց եկան։ 5 տարի հետո լինելու է 10,000 ու երկրորդ ցումգայիտ։ Մի ժամանակ էլ ասած Ղարաբաղի հարց չկա։ Նազում մտքումը դրել է, որ Սյունիքը տա։ Ասում է Սյունիքը չկա, ասել է Սյունիքը տալիս է։ Լոռին է արդեն սահմանին մոտենում, ասում է Նարեկ Կարապետյանը, մի քանի կիլոմետր է հեռավորությունը թշնամուց։ Լոռին, համարյա սահմանամերձ է արդեն, այս իրենց կատարած դելիմիտացիայի արդյունքում ժողովուրդ։ Ինչը պետք է ստիպի մարդկանց ընտրել այս մարդուն։ Երկու հատ բարձուրն ու բրուշատկն ժողովուրդ։ Ուժեղ Հայաստանում ամուր խաղաղություն լինելու է վստահելի երաշխավորներով։ Ադրբեջանցիներն էլ իրենց այսպես ասած վերադարձի մասին մոռանալու են, վստահեցնում են ուժեղ Հայաստանի անդամները։ Գնացեք ընտրության, որ գնան։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Արմատ մեդիա AM կայքում։